Ռուստամ Բաքոյան։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, 2021 թվականից ձեր քաղաքական կենսագրության մեջ առնվազն 2 թիմ է եղել, Հայաստան Դաշինք եւ նոր թիմը։ Երկու դեպքում էլ իրականում ընտրակաշառքներ են բաժանվել, բայց ցավոք պետք է արձանագրեմ, որ դուք որպես իրավական բարձրագույն կուրություն եք դրսևորել եւ այս առումով խնդիր եմ տեսնում եւ դուք օրենսդրական տրամաբանության մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական բաղադրիչի մասով իրականացվող ծրագրերի տվել եք գնահատական, որ սա ըստ էության ընտրակաշառք է, որ կառավարությունը իր ծրագրերը իրականացնելիս համարել եք, որ ընտրակաշառք է։ Ես ձեզ կխնդրեմ, որ այստեղ որպես իրավաբանի պատասխանեք եւ շատ հաճախ դուք ըստ նպատակահարմարության որոշ հարցերի, երբ անհրաժեշտ է պատասխանում եք, քաղաքական պատասխաններ եք տալիս, որոշ դեպքերում էլ փոխում եք իրավական պատասխաններ, այս դեպքում ձեզանից իրավական պատասխան եմ ակնկալում։ Շնորհակալ եմ։ Ընդհանրապես համարում եմ ազգային ժողովում գործունեությունը որքան էլ քաղաքական է, որքան էլ իր մեջ ներկայացնում է այդ ներկայացուցչական մանդատի խորհուրդը, բայց ի դեպ իրավաբանի, առավել եւս փաստաբանի մասնագիտացումը բավականին կարծում եմ անհրաժեշտ է։ Ի դեպ որ նայում է ստացվում է ազգային ժողովը օրենքի նախագիծ պետք է մշակի, իրավական գործընթաց։ Օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք պետք է ձևավորի, իրավական գործընթաց։ Օրենքի նախագծի վերաբերյալ հարակից կարծիք պետք է ներկայացնի, իրավական գործընթաց։ Հետևաբար փաստաբանական գործունեության հետ ինչ որ նմանություններ լինում են, իհարկե։ Արդյոք օգտագործել եմ հենց ընտրակաշառք ձևակերպումը կենսաթոշակի բարձրացման հետ, կատեգորիկ չպնդեմ, ես հակված եմ, որ օգտագործել եմ սոցիալական կաշառք ձևակերպումը, ինչի համար, որովհետև նշված է նաև Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում եմ օգտագործել, որն էլ ի դեպ Սահմանադրական դատարանը ևս օգտագործել է վերլուծելու շրջանակներում։ Սոցիալական կաշառքի որոշակի հատկանիշներ բնութագրելով եւ նույնիսկ հորդորելով, որ ընդհանրապես սոցիալ-տնտեսական բնույթի բարեփոխումները չլինեն ընտրական գործընթացին զուգահեռ, որովհետև դա այո, ընտրությունների հավասարության սահմանադրական երաշխիքի խաթարման է բերում։ Եվ ես գտնում եմ, որ այս ընտրությունները դրա մասին են։ Այս ընտրությունները հավասարության, արդարության դեֆիցիտ են ունեցել։ Հենց նաև այդ օրինակից ելնելով։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, 21 թվականին Հայաստան Դաշինքի վերաբերյալ դուք ընտրակաշառքի օրինական ուժի մեջ մտած մեկ դատավճիռ չեք կարող վկայակոչել։ 2026 թվական ուժեղ Հայաստան կուսակցությունների Դաշինքի վերաբերյալ դուք ընտրակաշառքի օրինական ուժի մեջ մտած մեկ դատավճիռ չեք կարող վկայակոչել։ Կարող եք վկայակոչել մեր քաղաքական դիրքորոշումը, քաղաքական, նաև իրավական։ Քաղաքական դիրքորոշումը հետևյալն է, մենք որևէ առնչություն դրա հետ չենք ունեցել, որևէ։ Դա համարել ենք պարսավելի երևույթ, նաև նախքան ընտրությունների օրը դրա վերաբերյալ հայտարարությամբ ենք հանդես եկել։ Ընդհուպ մինչև կտրուկ գնահատականով։ Դուք եթե հիմա հղումը կտաք հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումներին, ձայնագրություններին, կրկին կուզենամ ասել, Սահմանադրական դատարանը նույնիսկ ընդգծել է, որ դրանից պետք է զերծ մնար հակակոռուպցիոն կոմիտեն։ Բայց եկեք ձայնագրությունների տեսանկյունից նայենք։ Այդ ձայնագրությունների մոնտաժված լինելը հաստատել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի շրջանակներում։ Ձայնագրությունները երբեք դատավճիռ չեն։ Ավելին, այդ ձայնագրության մեջ դուք ուժեղ Հայաստան կուսակցությունների Դաշինքին որպես ինստիտուցիոնալ կերպով դրա հետ առնչություն ունեցող տվյալ չեք տեսնի։ Դուք նման տվյալ չեք տեսնի։ Իդեպ, տվյալի հետ կապված են արձագանքի ժամանակ արձագանք։ Պարոն Վարդանյան, ըստ նորից ձեր տրամաբանության ստացվում է, որ մեր են քաղաքացիները, որ թոշակների բարձրացման արդյունքում հիմա իրենք այլևս թոշակ են շարունակելու ստանալ, ստացվում է իրենք մինչև իրենց կյանքի վերջ ստանալու են ընտրակաշառք։ Այն դեպքում, երբ մենք լինենք իշխանության, չլինենք իշխանության, իրենք ըստ այդ տրամաբանության ամեն ամիս ստանալու են ընտրակաշառք։
Բայց պետք է եւս մեկ անգամ արձանագրեմ, որ դուք որպես այլևս հմուտ քաղաքական գործիչ, որ եղել եք 21 թվականից մինչև 22 թվականը եւ դրանից հետո նաեւ հիմա եք հայտնի ներկայացրել, իրականում քաղաքացու իրական կարիքները չեք պատկերացնում։ Դրա համար եք նաեւ այս որակումները տալիս սոցիալական կաշառք եւ այլ ձևակերպումներ։ Իսկ որպես քաղաքական հայտ ներկայացրած քաղաքական գործիչ, որը հավակնում է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, ես կցանկանայի, որ ձեր տրամաբանությունը ավելի մոտ լիներ պետական մտածողության, քաղաքական գործչի տրամաբանությանը եւ մյուսը, պարոն Վարդևանյան, 2031 թվականին, եթե դուք ներողություն եմ խնդրում 20 վայրկյան, եթե 2031 թվականին ընտրություններին դուք չհասնեք այն փոփոխություններին, որին դուք ձգտում եք, ոնց որ 21-ին դուք հայտ ներկայացրեցիք, 22-ին հրաժարվեցիք, հիմա 26-ին հայտը ներկայացնում եք, 31-ին ինչ եք անելու, եթե չհասնեք այդ փոփոխություններին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Առնվազն կրկին կընդգծեմ, սոցիալական կաշառքի հետ կապված ձևակերպումը դա իրավական եզրույթ է, որը սահմանադրական դատարանի որոշման մեջ էլ կարող եք տեսնել։ Դա ոչ թե ընտրակաշառք է մեր սիրելի կենսաթոշակառուների նկատմամբ, այլ դա սոցիալական կաշառք է, որը մեր սիրելի կենսաթոշակառուների ազատ կամահայտնության ընտրելու միջամտություն է եղել։ Հենց սրանում է սահմանադրական դատարանը եւ միջազգային լավագույն փորձը դրա մասին են ասում։ Ասում են թողեք ընտրողը ազատ, հավասար, արդար պայմաններում ընտրություն կատարի։ Մի միջամտեք այդ process-ին։ Մի արեք օրինակ այնպիսի օրենսդրական փոփոխություն կամ կենսաթոշակի բարձրացում, որ կարայիք անեիք հունվար ամսին, բայց չգիտես ինչի արեցիք նախընտրական ժամանակահատվածում նախագահի հրամանագրին հաջորդած ժամանակահատվածում։ Ինչպիսին է իմ մտածելակերպը, թող հանրությունը գնահատի։ Առնվազն գտնում եմ, որ պատասխանատվությունը գիտակցող, ներողություն եմ խնդրում 20 վայրկյան էլ ես լրացուցիչ ունենամ, որովհետև հարցներ երկար տևել։ Ունեցեք։ Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է 2031 թվականին, պարոն Բակոյան, այդ ընթացքում կունենանք ուժեղ Հայաստան։ Դրա մասին կխոսենք խաղաղ, համերաշխ, չպառակտված, ատելության խոսք չգեներացնող հասարակության շրջանակներում։ Այն, որ ես մեր հայրենակիցների կարիքները լավ պատկերացնում եմ, չկասկածեք։ Ես Երևանում բնակվող, հաճախ ոտքով քայլող մարդ եմ։ Մեր հայրենակիցների հետ էլ շփվող։ Շնորհակալ եմ։